Հայ ժողովուրդը վերջին օրերին ապրում է մի ցավալի և հուզիչ պատմություն, որն արդեն օրեր շարունակ հանգիստ չի տալիս ոչ միայն Տիգրանի ընտանիքին, այլև բոլոր նրանց, ովքեր հետևում են Մարմարի գյուղում տեղի ունեցած դեպքերին։ Մայիսի 4-ին 2-ամյա Տիգրան Պետրոսյանը անհետացավ, ծնողների և համայնքին թողնելով անորոշության ու տագնապի մեջ։ Տիգրանին վերջին անգամ տեսել էին մայիսի 4-ին Մարմարի գյուղում։ Նրա հայրը Նորար Պետրոսյանը պատմել էր, որ ինքը և երեխայի պապը զբաղված էին մեքենայի վրա աշխատելով, մինչդեռ Տիգրանը խաղում էր քրոջ հետ։ Երբ քույրը վերադարձել է տուն, մայրը հարցրել է Տիգրանի մասին և աղջիկը պատասխանել է, որ նա հոր մոտ է, սակայն այդ պահին Տիգրանը արդեն անհետացել էր։ Հայրը նշել է, որ անհասկանալի է, թե ինչպես կարող էր երեխան մոտ 20 րոպեի ընթացքում անհետանալ առանց որևէ մեկին նկատելու կամ հետք թողնելու։ Որոնողական աշխատանքներին մասնակցում են հարյուրավոր փրկարարներ, ոստիկաններ, ջրասուզակներ և կամավորներ։ Մարմարի գետի հոսքը կանգնեցվել էր և հատուկ սարքեր էին օգտագործվել գետի հատակը զննելու համար։ Որոնումները կատարվում են ինչպես գետի երկայնքով, այնպես էլ հարակից տարածքներում, ներառյալ աղբյուրակի ջրամբարը։ Դեռևս ցավոք որևէ հետք կամ ապացույց չի հայտնաբերվել։ Տիգրանի անհետացման դեպքը ոչ միայն ներգրավեց պետական մարմինների և կամավորների ուշադրությունը, այլև ստիպեց շատերին դիմել ոչ սովորական մեթոդների։ Տիգրանի ընտանիքը հույսը չկորցնելով որոշեց դիմել էքստրասենսների օգնությանը։ Էքստրասենսների մասնակցությունը բավականին մեծ հետաքրքրություն առաջացրեց հանրության շրջանում։ Մի քանի հայտնի էքստրասենսներ օգտագործելով իրենց անսովոր մեթոդները հայտարարեցին, որ փոքրիկը ողջ է և գտնվում է փակ տարածքում։ Որոշ հուշումներ ուղղվեցին կոնկրետ վայրերի վրա, իսկ մյուսները նշում էին, որ նրան կարող են պահել մարդիկ, ովքեր կապ ունեն տարածքի հետ։ Տարբեր մասնագետներ վստահեցրին, որ իրենց տեսիլքները հուշում են Տիգրանի գտնվելու վայրի մասին և ընտանիքը որոշեց ստուգել այդ ուղղությունները։ Չնայած այն հանգամանքին, որ նման մեթոդները գիտականորեն ապացուցված չեն, հույսի շողն անընդհատ վառ է մնում, սպասումով, որ գուցե ինչ-որ մեկի նշած վայրը լինի ճշգրիտ։ Համայնքի որոշ կամավորներ նույնպես միացան այս որոնումներին, ստուգելով այն կետերը, որոնք նկարագրվել էին էքստրասենսների կողմից։ Հաշվի առնելով, որ բոլոր հնարավոր տարբերակները պետք է ստուգվեն, այդ ուղղությունները նույնպես ուսումնասիրվեցին։ Պետք է նշենք, որ հասարակության արձագանքը բաժանվեց երկու խմբի։ Որոշ մարդիկ հույսով ընդունեցին էքստրասենսների օգնությունը, համարելով, որ ամեն մի տեղեկություն կարևոր է, իսկ մյուսները թերահավատությամբ։ Չնայած դեռևս արդյունքներ չկան, ընտանիքը շարունակում է վստահել յուրաքանչյուր հուշումին, հուսալով, որ հենց այդպիսի փոքրիկ լույսերից մեկը կբացի ճանապարհը դեպի Տիգրանի գտնվելու վայրը։ Դիմում խնդրանք Սամվել Կարապետյանին։ Պարոն Կարապետյան, ձեր անունը մշտապես կապված է եղել հայության մեծ ձեռքբերումների և բարեգործական նախաձեռնությունների հետ։ Դուք աջակցել եք բազմաթիվ ծրագրերի, որոնք կյանքի որակը բարելավել են թե Հայաստանում ու թե Արցախի մեր հայրենակիցների համար։ Այսօր հայազգը դիմում է ձեզ խնդրելով աջակցել մի փոքրիկի որոնումներին, ում ճակատագիրը մնում է անհայտ։ Հայտարարելով 100,000 ԱՄՆ պարգևավճար այն մարդուն կամ մարդկանց խմբին, ովքեր կկարողանան գտնել Տիգրանին կամ հավաստի տեղեկություններ տրամադրել նրա գտնվելու վայրի մասին, դուք կկարողանաք ոչ միայն խթանել որոնողական աշխատանքների արագությունը, այլև ներգրավել նոր կամավորների արտերկրից ու Հայաստանի տարբեր համայնքներից, ինչպես նաև գիտակ և պրոֆեսիոնալ անձանց։ Սա ոչ միայն նյութական աջակցություն է, այլև հույսի և համախմբվածության նշան։ Պարգևավճարը կլինի այն խթանը, որը կբարձրացնի որոնողական աշխատանքների ակտիվությունը և կներառի նաև արտերկրում բնակվող հայերին։ Մեր հավատը մեր ուժն է, մեր համախմբվածությունը մեր հաղթանակը։ Հարգանքով հայ ժողովրդի անունից։ Հավելենք, որ քննչական կոմիտեն սկսել է քրեական վարույթ 155-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով, ինչը ենթադրում է նաև սպանությունը։ Ներկայումս քննվում են մի քանի վարկածներ, ներառյալ երեխայի հնարավոր ընկնելու կետը, առևանգումը, ինչպես նաև տեղային բնակիչների ներգրավվածությունը։ Այս դեպքը համախմբել է հասարակությանը, տարբեր կամավորական խմբեր են միացել որոնումներին,
Միաժամանակ շատերն առաջարկում են օգտագործել այլ մեթոդներ եւ այն պարգևավճարը, որ կհայտարարվի $100,000 կամ մեկ այլ շոշափելի թիվ, սա թերևս կօգնի էլ ավելի մեծ ինտենսիվությամբ շարունակել փոքրիկ Տիգրանի որոնողական աշխատանքները։ Կարևոր այլ թեմայով Պակիստանն ու Հնդկաստանը հանդարտվեցին, Ադրբեջանը ոչ։ Առաջին էմը գրել է. Բաքուն Ադրբեջանի փոխարտգործնախարար Յալչին Ռաֆիևի շուրթերով դիտողություն է անում Հնդկաստանին հայ-ադրբեջանական գործընթացի առնչությամբ։ Պակիստան-Հնդկաստան հակամարտության հարցում Ադրբեջանի տեսակետը հիմնված է միջազգային իրավունքի նորմերի վրա։ Հնդկաստանը եւ այլ երրորդ պետություններ պետք է ուշադիր լինեն հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում, որոնք այժմ փխրուն փուլում են, հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։ Պակիստան-Հնդկաստան լարվածության ընթացքում Բաքուն եւ Անկարան բացահայտ աջակցություն են ցուցաբերել Պակիստանին եւ հիմա իրենց այդ դիրքորոշումն արդարացնում են նրանով, թե իբր բխել է միջազգային իրավունքից։ Բաքուն ակնարկում է, որ հայ-ադրբեջանական հարցում Հայաստանին Հնդկաստանի հնարավոր աջակցությունը չի բխում այսպես կոչված միջազգային իրավունքից։ Այն, որ միջազգային իրավունքի հարցում Բաքուն թե Պակիստան-Հնդկաստան, թե Հայաստան-Ադրբեջան գործընթացների առումով ընդամենը զբաղված է մանիպուլյատիվ ժառանգությամբ, ունի շատ վկայություններ։ Տվյալ պարագայում հարցն այն է, որ Ադրբեջանը փորձում է օգտագործել պահը հայ-հնդկական գործակցությունը թիրախավորելու, միաժամանակ նաև Հնդկաստանին այդ իմաստով շանտաժի ենթարկելու համար։ Հատկանշական է, որ Բաքվի հայտարարությունը հնչում է այն ժամանակ, երբ Դելհի է այցելել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը։ Հնդկաստանը 44-օրյա պատերազմից հետո ըստ էության դարձել է Հայաստանի թիվ 1 ռազմատեխնիկական գործընկերը։ Ադրբեջանի համար Հնդկաստանի թիրախավորումն ունի, սակայն քիչ ավելի լայն նպատակ, քան զուտ ռազմատեխնիկական գործընկերությանը խանգարելը։ Հնդկաստանն է էական ծրագրեր ունեցողը Կովկասը դեպի Եվրոպա տարանցիկ ճանապարհ դիտարկելու առումով։ Հնդկաստանի ներկայացնելով իբրև միջազգային իրավունքի դեմ գործող սուբյեկտ, Ադրբեջանն այդպիսով փորձում է այսպես ասած քաղաքական գաղթ մտնոլորտ ստեղծել Դելհի շուրջ։ Հետևաբար դեպի Կովկաս ճանապարհին, որն անցնում է Իրանով եւ Օմանով, եթե դիտարկենք նաեւ օդային ճանապարհները, Հայաստանն այստեղ անշուշտ ունի կարևոր անելիք ոչ միայն Դելհիի, այլ նաեւ Թեհրանի հետ։ Ընդ որում, այդ անելիքը պետք է լինի կանխարգելիչ տրամաբանությամբ եւ ոչ թե Ադրբեջանի ստեղծած խնդիրների հետևից գնալով։ Թերևս ավելորդ չէր լինի, եթե անվտանգության խորհրդի քարտուղարը Դելհից վերադառնար Թեհրանով կամ շատ մոտ ապագայում Հայաստանի անվտանգության ոլորտի քննարկում ունենար Իրանի հետ։